Արմլու լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք փաստաբան Հարություն Հարությունյանին, զրուցելու ենք վերջին իրադարձությունների մասին, ինչպես նկատում ենք այս օրերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կրկնում է հատիկ առ հատիկ թալանը վերադարձնում ենք։ Ապուրինի գույքի բռնագանձման գործով դատարանում պաշտպանություն է իրականացնում Հարություն Հարությունյանը նախկին պաշտոնյաների, օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեկլարյանի եւ այսպես շարունակ, փորձենք պարոն Հարությունյանից հասկանալ, թե ի վերջո հատիկ առ հատիկ, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նշում, վերադարձնելու են նախկիններից, ինչպես իրենք են նշում, դուք պաշտպանություն եք իրականացնում եւ օրերս նախադեպ եք ունեցել, պարոն Հարությունյան, դուք պատմեք, թե ինչ նախադեպի մասն է խոսքը, ինչ որոշում եր կայացրել առաջին այցանի դատանը եւ արդյունքում ինչ արդյունքի եք այսօր հասել։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես փորձեմ շատ առանձին գործերի դետալների մեջ չմարանալ, ընդհանուր առմամբ ներկայացնեմ այս օրենքի շրջանակներում մեր պաշտպանության արդյունքում ի հայտ եկած խնդիրները։ Կոնկրետ մենք շատ լուրջ խնդիրներ տեսնում ենք ամբողջ process-ի եւ ուսումնասիրություն նախաձեռնելու եւ ընթացիկ բոլոր գործողությունների առումով հատիկ առ հատիկ վերադարձնելու պահանջը, եթե կհիմնավորվի դատական process-ով, որ դա եղել է թալանի արդյունքում, դա բնականաբար դրական բան է, բայց հատիկ առ հատիկ վերադարձնել ասելով չպետք է դատական համակարգը որպես ուղերձ ընկալի, որը ամեն գնով հատիկ առ հատիկ վերադարձնել։ Այդպես է ընկալում դատական համակարգը, պարոն Հարությունյանը, ձեզ։ Ես չեմ ուզենա այս բանին դեռ գնահատական տամ, որովհետև ընդհանրապես գործ ունենք մի քանի դատական ակտի հետ, բայց այնուամենայնիվ կարծում եմ այդ ուղերձը կաշկանդող է եւ իրավասու մարմնի համար եւ դատական համակարգի համար, հատկապես նաեւ վերջին շրջանում տրված հարցազրույցը, որ մի բան իրավասու մարմինն է օգնում, մի բան քննչական ապարատն է օգնում, օրինակ քրեական գործերով, մի բան դատական համակարգը ու դրա արդյունքում խաթարվում է թալանը հետ բերելու գործընթացը։ Հիմա դուք վերջերս մի նախադեպ եք ունեցել, ցանկանայի մանրամասներ պատմեք, թե ինչ է տեղի ունեցել։ Նախադեպ ասել մի քիչ ճոխ կհնչի, որովհետև դեռ վճռաբեկ դատարանի որոշում չունենք, բայց այնուամենայնիվ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից ունենք ըստ էության դատական ակտի ապուրինի գույքի բռնագանձման մասին առաջի բեկանումը, որտեղ վերաքննիչ դատարանի 3 դատավոր բավականին մանրակրկիտ ու խորը վերլուծության է ենթարկել օրենքի տրամաբանությամբ ապացույցների գնահատման հարցը եւ մի շարք այլ կարևոր հանգամանքներ, որն առ այսօր ամեն դեպքում իմ մասնակցած գործերով, իմ ուսումնասիրած դատական ակտերով դեռ որևէ մեկը այդ խորությամբ չէր կատարել։ Իրականում ինձ շատ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ հենց առաջի բեկանման դատական ակտով նույնիսկ դատական կազմի մեջ է առաջացել անհամաձայնություն եւ դատավորների մեջ։ Այո, դա նախագահող դատավորը գրել է հատուկ կարծիք, որով պնդել է եւ գտել է, որ այս գործով կոնկրետ անհրաժեշտ էր բեկանել փոփոխել եւ դատախազության հայցը մերժել ամբողջությամբ։ Այնինչ վերաքննիչ Այսինքն դատավորներ կան, որ ընդվզում են, պարոն Հարությունյան, ունենք իրավիճակ, որ ապօրինի գույքով դատավորներ կան համարձակ կերպով անկախ այն հանգամանքից հատիկ առ հատիկ վերադարձնում ենք, տեսեք փաստերը, դատավորներ կան, որ չեն ուզում մտնել այդ քաղաքական process-ն մեջ, զուտ իրավաբանություն է գնում։ Շատ լավատես չեմ իրականում այդ առումով, բայց ամեն դեպքում այս դատական ակտի ուսումնասիրությունից իմ մոտ տպավորություն է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշակի կանոն է ուզում սահմանել։ Իհարկե նույնքան լավատես չեմ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հնարավոր որոշման մասով, բայց առնվազն վճռաբեկ դատարանը պետք է վերջնական խաղի կանոն սահմանի, որպեսզի ստորադաս ատյանները ու հատկապես հակակոռուպցիոն դատարանը, խոսքը առաջի ատյանի մասին է, հնարավոր համաչափություն փորձի ապահովել նախկին իրադարձությունների մասով մեր ներկայացրած ապացույցների ու փաստարկների գնահատման տեսանկյունից։ Պարոն Հարությունյան, չեք ուզում ճակատները բացել, թե կոնկրետ որ գործով էր առաջի այցանի դատարանը, շատ հակիրճ ներկայացեք, թե կոնկրետ դուք ում պաշտպանությունն եք իրականացնում, արդյունքում առաջին այցանի դատավորը ով էր, վերաքննիչին ով այդ համարձակություն ունեցավ ըստ էության ասելու, սա ինչ է բերել դատախազությունը, սա ինչ են անում եւ պետք է առհասարակ այս գործը հետ ուղարկվեր դատախազությանը եւ ասել
չկա նման բան եւ վճռաբեկում ովքեր են ըստ էության այսօր դատավորները եւ ինչ ճանապարհով են հայտնվել հակակոռուպցիոն դատանի վճռաբեկ պալատում եւ ինչ սպասելիքներ ունեք այսօր։ Կուզենամ դետալ առ դետալ խոսենք, որովհետեւ փաստը մեկ բան, որ գիտենք հակակոռուպցիոն դատարանում դատավորների զգալի մասը ինչ ճանապարհով են եղել են ԿՊ-ում, անգամ կան այնտեղ նախկին падգամավոր, որ եթե չեմ սխալվում, վճռաբեկում է թե ոչ, հստակ չեմ կարող ասել։ Ձեր ցույցությամբ կուզենամ մի փոքր բացենք, հա, որ գործով էր առաջին ատյանի դատարանը որոշում կայացրել։ Առաջին ատյանը վճիռ կայացրել էր Կարապետ Գուլոյանի եւ ընտանիքի հետ կապված ենթադրել ապօրինի գույք բռնագանձելու պահանջի մասով նախգահ դատավորը Տիկին Նարինե Ավագյանն էր։ Այո։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախգահ դատավորը եղել է դատարանի նախգահ Գոր Հարությունյանը, դատական կազմի մեջ եղել են Արմիդա Ոսկանյանը եւ Գոր Թորոսյանը։ Ինչ վերաբերում է ով ինչ տարբերակով է նշանակվել, առաջի ատյանի ու վերաքննիչի մասով բացարձակ տեղեկություն չեմ տիրապետում, ամեն դեպքում ուզում եմ հույս ունենալ, որ որոշակի իրավական բնագավառում գիտելիքների շնորհիվ են նշանակվել։ Ես առավել անկեղծ ասեմ, այո, կան անձինք, ովքեր արժանի էին այդ պաշտոնի նշանակման համար։ Ինչ վերաբերում է ձեր հարցի մյուս մասին, խոսքը մեր նախկին գործընկեր Արտուր Դավթյանի մասին է, որ այս պայդրությամբ հանդիսանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախգահը։ Եվ ազգային ժողովի ԿՊ-ական падգամավոր է եղել։ Այո, ինչև նշանակում է եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր։ Վճռաբեկ հակակոռուպցիոն պալատի մասին դեռ կարծիք հայտնելը կարծում եմ վաղ է, որովհետև չենք ունեցել որևէ գործ, որով Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը որևէ վերջնական դիրքորոշում կայացրած լինի, մեր համար շատ խնդրահարույց այս օրենքի տարբեր հոդվածների մասով։ Ամեն դեպքում լավատես չեմ, բայց չեմ էլ ուզում տենց շատ բացասական տրամադրված լինեմ, կարծում եմ առաջիկայում հնարավորություն կունենանք առավել առարկայական գնահատականի արժանացնել իրենց կողմից կայացրած որոշմամբ սահմանված խաղի կանոնների իրատեսական լինելը։ Սահմանադրական դատարանը կասեցրել է ապօրինի գույքի գործով հայցը, որ ըստ էության կողմերը դիմել են եւ պնդում են, որ սա ապօրինություն է այն, ինչ իրականացնում են այսօր դատարանները եւ առաստակ դատախազությունը։ Այս իրավիճակին զուգահեռ իրավապահ մարմինները լուրջ կերպով դատարաններ են հասցնում գործերը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ վերադարձի մասին է խոսում։ Ինչ սպասելիքներ ունենանք, բավական մի ենթադրենք 3 տարի հետո, պարոն Հարությունյան, ստացվում է, որ իրոք սահմանադրական դատարանը հայտարարում է, որ այն ինչ իրականացվել է ապօրինի է։ Այդ հատիկ առ հատիկ վերադարձածների պատմությունը ո՞նց է լինելու։ Դուք այս մասով մտավախություն չեք տեսնում, կամ այս հարցը դատարաններում չեք բարձրացնում, այս ինչ եք անում, բա որ սահմանադրական դատարան, բա որ մարդիկ վաղը գնան, մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչ եք անելու։ Այստեղ իրականում լուրջ խնդիր կա, ընդ որում երկու տեսանկյունից խնդիր կա։ Սահմանադրական դատարանը բավարար չէ կասեցրեց քննությունը, դեռ մի բան էլ դիմեց մեր բառապաշարում հայտնի, իհարկե դա իր ամբողջական իրական անվանումը չէ, Վենետիկյան հանձնաժողովին, որպեսզի ստանա իրավախորհրդատվական կարծիք, որը բավական երկար ժամանակ առաջ արդեն իսկ ստացել է։ Այսինքն սահմանադրական դատարանն իր հերթին տեսավ ակնառու խնդիրներ, այո, հակառակ պարագայում ամեն գործով չէ, առնվազն որ դիմում է Վենետիկյան հանձնաժողովին։ Մենք բոլոր գործերով փորձում ենք դատարանին հիմնավորել, որ անհրաժեշտ է գործի քննությունը կասեցնել, մինչև սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը, սակայն հանդիպում ենք իրավական փաստարկի առ այն, որ սահմանադրական բողոք ներկայացնելիս սահմանադրական դատարանը կարող էր օրենքի գործողությունը կասեցնել, քանի որ չի կասեցրել, դատավորները գտնում են կասեցման հիմք չկա, այնինչ եթե մենք առաջնորդվենք քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի տարածի տրամաբանությամբ ու մեկնաբանությամբ, բացարձակ անհրաժեշտ չէ, որպեսզի սահմանադրական դատարանը կասեցնի, որպեսզի մենք ունենանք հիմք կոնկրետ հակակոռուպցիոն գործը կասեցնելու համար։ Այսինքն օրենքը նաև պետք է այդ օրենքի կիրառումը պետք է կասեցվի, այդ նրբությունն եմ ուզում հասկանալ, այսինքն ըստ էության այդ գործընթացը կասեցվել է քննության, բայց իրենք շարունակում են կիրառել։ Օրենքի գործողությունը սահմանադրական դատարանը չի կասեցրել, բայց գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ
որպեսզի հակակոռուպցիոն գործը կասեցվի, այլ ոչ թե սահմանադրականին է անհրաժեշտ չէ բացարձակ, որպեսզի օրենքի գործողությունը կասեցված լինի։ Այս հիմնավորումներով իրենք շարժվում են առաջ։ Այո, իսկ եթե մի օր, որը վստահ եմ սարերի հետևում չէ, մենք կունենանք սահմանադրական դատարանի որոշում, եթե որոշումը լինի այնպիսին, որով կհիմնավորվի, որ դատական պրակտիկան սխալ ուղղությամբ է գնում կամ որոշակի հոդվածներ անհրաժեշտ է ինչ մեկնաբանությամբ կիրառել կամ որոշակի հոդվածներ հակասահմանադրական են, դա բնականաբար կդառնա նոր հանգամանք դատական ակտերի վերանայման համար։ Ու արդեն հետագում այդ հատիկ առ հատիկը կրկնապատիկ պետությունը հատիկ առ հատիկ մի բան էլ ավել այդ անձանց իրավունքները ոտնահարման համար պետք է վերադասնի։ Պարոն Հարությունյան, դուք ամենասկզբում մի շատ կարևոր բանի մասին խոսեցիք, ըստ էության այդ հատիկ առ հատիկի այդ ելույթները ուղերձ են, կարծես թե դատական համակարգին եւ այն կառույցներին, որոնք զբաղվում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով։ Դուք զգացել եք օրինակ այդ հայտարարությունից հետո դատական process-ների մեջ, դատավորների վարքի մեջ կամ չգիտեմ գործելավոճի մեջ իսկապես նման դրսևորումներ։ Անկեղծ իմ եւ գործընկերներիս կարծիքը վստահ եմ համընկնում է, որտեվ ոմանց դեպքում առիթ եմ ունեցել նաեւ քննարկելու բարձրաձայնելու այդ հարցը, ամեն ուղերձից հետո կարծեք գործերի քննությունը արագանում է։ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։ Այսինքն, եթե պետք է շաբաթվա մեջ 2 անգամ նշանակվեր կամ ինչ-որ process-ներ, դուք զգում եք դա։ Միանշանակ ամեն ելույթից հետո որոշակի արագացում ես ինքս նկատում եմ։ Որ արագացնեն թալանը շուտ վերադարձնեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հատիկ առ հատիկ ուզում։ Չեմ բացառում, որ կարող է դա համընկնում է, բայց ամեն դեպքում համընկնում է արագությունը։ Իսկ ձեր գնահատականը կապված, որ հայտնի պաշտոնատար անձանց գործը քննող դատախազներ են համակարգից գնում, սա ինչ է ենթադրում ըստ ձեզ։ Օրինակ Գևորգ Քոչարյանը, որը ցանկություն ուներ դառնալ դատախազի տեղակալ, որ ըստ էության ապօրինի գույքի բռնագանձման այդ ոլորտը համակարգեր, բայց արդյունքում չդարձավ եւ շատ հայտնի պաշտոնյաների գործը, որ ինքը դատարան է հասցրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով, այսօր արդեն համակարգում չէ։ Սա ինչ որ բան ասում է, ենթադրենք պաշտպանական կողմերին կամ ձեզ, որ իրական դատարաններում կռիվ եք տալիս։ Անկեղծ ասած, ես անձով չեմ պայմանավորում, որտեղ մենք շատ գործեր ունենք, որ ընթացքում վերամակագրվում է այլ դատախազների, սկսում են օրինակ 2 հոգով մասնակցել, այստեղ խնդիրը զուտ իրավասու մարմնի է, այսինքն այդ ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության մասին է, այլ ոչ թե անձերի։ Պարոն Հարությունյան, իսկ օրենքում ինչ այլ խնդիրներ եք դուք տեսնում, որ շատ եք հանդիպում, բախվում եւ դատավորների հետ սկսվում է այդ կռիվը եւ ըստ էության նրանք չեն ընդունում այդ պահանջը, ինչ խնդիրներ կա, որի հետ բախվում եք։ Քնար ջան, ամենաառաջին խնդիրը, որ բոլոր գործերով կա, դից որպես ընդհանրական բան ասեմ, գլխավոր դատախազության լիազորության խնդիրն է, որովհետեւ դատախազությունը դա միասնական մարմին է, ու իր լիազորությունները, գործառույթները սահմանվում են սահմանադրությամբ եւ դրա հիման վրա ընդունված օրենքներով։ Եթե մենք գնահատենք, դիտարկենք սահմանադրության 176-րդ հոդվածը, որը սահմանում է լիազորությունները, մեր համար ակնհայտ կդառնա, որ սահմանադրությամբ դատախազությանը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով դատական պաշտպանելու լիազորություն տրված չէ։ Դատախազությունը փորձում է դա ամփոփել, տեղավորել, այսպես ասած, պետական շահերի պաշտպանության հայցերի մեջ եւ դատախազության մասին օրենքում կատարել են որոշակի փոփոխություն, որով փորձում են պետշահերի մեջ ներառել նաեւ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։ Այսինքն դուք ուզում եք նշել, որ ըստ էության դատախազությունը լիազորված չի ապօրինի գույքով գա եւ անձանց զրկել իրենց գույքերից։ Եվ իրենք փորձում են սա պետշահերի անվան տակ այդ լիազորությունները ստանձնել եւ գալ միջև վերջ տանել կռիվը։ Միանշանակ, ընդ որում նույն սահմանադրության մեջ, եթե դուք էլ փնտրեք, մեկ նորմ չեք գտնի, որով դատախազությունը ունի իրավասություն գտնելու, փորձելու գտնել, հայտնաբերել ապօրինի գույք։ Ինքը տենց լիազորություն ուղղակի չունի։ Այլ ինչ խնդիր ունեք։ Խնդիր ունենք։ Այս մասով կա ինչ-որ process, պարոն Հարությունյանից հետաքրքիր, որ պատրաստում եք դիմել էլի միջազգային կառույցների, ասել, տեսեք, թե մեր գլխավոր դատախազությունը չունի այդ լիազորությունը, բայց գնում է առաջ։ Մենք բոլոր գործերով կարճման միջնորդություն ենք ներկայացնում, որովհետև գտնում ենք, որ դատախազությունը իրավական շահագրգռվածություն էլ չունի, որովհետև նման լիազորություն չունի, իսկ այդ պայմաններում քաղաքացիական դատավարական կարգով գործ չի կարող քննվել։
Դատախազության հետ կապված բազմաթիվ այլ խնդիրներին ենք հանդիպում, օրինակ ցանկացած հայցը, որ ներկայացվում է, բացի նրանից, որ ըստ մեզ դատախազությունը չունի լիազորություն, իրավական շահագրգռվածություն չունի, նաև իրենց կողմից հաշվարկները, որ ներկայացում են, այդ հաշվարկները որևէ մեթոդիկա չունեն։ Մեր համար շատ հաճախ անհասկանալի է, թե ինչ մեթոդով են առաջնորդվում։ Ստեղ մի հատ շատ կարևոր առանձնահատկություն կուզենամ նշել։ Մենք ի տարբերություն քաղաքացիական գործերի, քաղաքացիական դատավարությամբ քննվող այլ գործերի, այս դեպքում գործում է հավանականությունների հավասարակշռման սանդղակը։ Այսինքն դատախազությունը բերում է փաստարկ, մենք բերում ենք հակափաստարկ, իսկ դատավորը պետք է գնահատի, թե որն է ավելի հավանական։ Այո։ Այնինչ նույնիսկ այդ հավանականությունների հավասարակշռման սանդղակը ինքը իրավական որևէ կարգավորում չունի։ Այսինքն չկա որևէ հիմք, որ պետք է այդպես առաջնորդվել, այնինչ առաջնորդվում ենք այդպես։ Պարոն Հարությունյան, այսպիսի բացերի արդյունքում, լավ, ինչ եք պատրաստվում անել, այսպիսի բացեր կան, եւ դուք այդ բացերը նշում եք, որ չկա այդ լիազորությունը, չկա այդ հավասարակշռման այդ սահմանը, բայց ըստ էության գործերը քննվում են, վարչապետն ասում է հատիկ առ հատիկ բերում ենք։ Սպասում ենք, տեսնենք վճռաբեկ դատարանը ինչ կանոն կսահմանի։ Այս մասով դիմել եք վճռաբեկ դատարան։ Այն մի գործով պատրաստվում եմ դիմեմ, բայց ամեն դեպքում մենք բոլոր հնարավոր փաստարկները ներպետականացիաներում փորձում ենք սպառել, որ վաղը միսօր եվրոպական դատարանում կարողանանք դա ներկայացնել։ Այսինքն, պարոն Հարությունյան, ես հասկացա, որ անկախ ամեն ինչից, ինչ իրավիճակ ունեք այսօր, մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը անխուսափելի է լինելու։ Միանշանակ, եթե Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը այդ անորոշությունները չփակի։ Ինչքան կտևի դա։ Հույս ունեմ առաջիկա ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի որոշում կունենանք։ Արդեն ապօրինի բուժի բռնականացման գործերով։ Այո։ Այդ որ ասում եք արդեն շուրջ 3 տարի է գնում է, իսկ նման երկար ժամկետով կասեցում ու որոշում չհրապարակելու իրավիճակ, եթե չեմ սխալվում, երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Ժամկետ ունի ՍԴ-ն, որ պետքա վերջ, այս ժամկետում չի կարող այդպես կասեցած երկար պահել։ Ոչ, կոնկրետ ժամկետ չունի, բայց կասեցման հիմքերը վերանալուց հետո պարտավոր է վերսկսել, իսկ որքան մենք մեր հարցումներով տեղեկացել ենք, կասեցման հիմքերը բավականին երկար ժամանակ առաջ արդեն իսկ վերացել են։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը, պարոն Հարությունյան, եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ չմերժեցիք եւ հյուրընկալվեցիք մեր տաղավարը։ Շնորհակալ։